Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերի։ Համեցեք։ Քանի որ նախորդ անգամ երկու գործընկեր հարցը չէր հնչեցրել, այս բանի առնվազն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ազգային ժողովում դուք խոսեցիք ավիատոմսերի մատչելիության մասին։ Մի կողմից կառավարությունը խրախուսում է լոու-քոստերների աշխատանքը, որ ավելի շատ մատչելի ավիատոմսեր հասանելի լինեն քաղաքացիներին, մյուս կողմից խնդիր ենք ունենում վիզաների հետ կապված։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ թե վիզա ստանալու, այլ վիզաների համար հերթագրվելու մասին է։ Տուրիստական սեզոնը որքան մոտենում է, այնքան ավելի է խնդիրը սրվում եւ նույնիսկ միջանկյալ օղակները prime time-ի համար այնպիսի գումարներ են շրջանառում, որ տուրիստական փաթեթին հավասար գումար է լինում։ Եթե չեմ սխալվում, կառավարությունը եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ ուներ, որ միջանկյալ լուծում լիներ վիզաների ազատականացմանը զուգահեռ, մասնավորապես Գերմանիան էր արձագանքել հերթագրումների հետ կապված նոր գործիքակազմի, ինչ նորություններ կան այդ ուղղությամբ, արդյոք մյուս եվրոպական պետությունների դեսպանատները ևս արձագանքել են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ մենք պետքա, այսինքն խնդրեմը հետևյալի մեջ է, որ մարդիկ հերթագրվում են Եվրոպական միության երկրներ վիզա ստանալու համար եւ իրենց հերթը ամիսներ անց պետք է գա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, թե ինչն է նախ սրա պատճառը։ Ես նախորդ օր ազգային ժողովում իմ ունեցած ելույթում խոսեցի, բայց պարզվեց, որ ես թիվը ճիշտ չեմ ասել եւ ասացի, որ 400%-ով է աճ գրանցվել դեպի Եվրամիություն ուղևորա հոսքերի եւ 2017 թվականի համեմատ դեպի Եվրամիության երկրներ 2025 թվականին 580%-ով աճ արձանագրվել։ Այն դեպքի մասին 580%-ով պատկերացնում եք, այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ։ Եվ խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին, ովքեր ստացել են ակնհայտորեն վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Եվ մեր գործընկերները, եւ մենք արդեն մի քանի տարի այս թեմայով զբաղվում ենք, իրենք ասում են, որ մենք բյուջետային պլանավորում ունենք, ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու, եւ նաեւ դա է պատճառը, որ մենք հիմա վիզաների ազատականացումն ենք բանակցում եւ մենք համոզված ենք, որ իմիջայլոց այսօր միակ երկիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ եւ ես համոզված եմ, որ մենք շատ արագ, հնարավորինս արագ, լավ այսպես ասենք, արդյունք կարձանագրենք։ Ես ուզում եմ ձեր տված հարցից առիթից օգտվել եւ անդրադառնալ նաեւ մի այլ թեմայի, որովհետեւ ելույթի մեջ չկարողացա չհասցրեցի դրան անդրադառնամ կամ այլ ուղղությամբ էր ելույթը, որ խոսք էր գնում 2 եվրոյով տոմս լառնակա կա թե չկա։ Այդ իմ ափսոս մյուս հեռախոսի մեջ այդ սկրինշոթը կա, որ այո, իմ ելույթի պահին, երբ որ ես սկսել եմ դրա մասին խոսել, վաղվա համար, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս։ Հետո այսինքն գիտեք, որ գները լողացող են եւ նաեւ քննարկումներ կար, որ ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով ստանալ։ Այո, կարող են 10000, եթե 2 եվրո է տոմսը 900 դրամ է գալիս մոտավորապես 900 քանի դրամ, եւ բնականաբար 10000 դրամով քանի տոմս կարող են գնել։ Եվ ընդհանուր առմամբ թոշակառուների հետ կապված մեր խնդիրները լուծելիս, տեսեք, երբ որ մենք մեր տուրիստներին տեսնում ենք այլ երկրներից եւ ընդհանրապես միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար եւ մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, իսկ ով ասե, որ մարդը թոշակային տարիքում պետքա գանված լինի իր տանը իր բակին, մարդիկ պետքա ճամփորդեն։ Պարզա, որ այսօր իրանք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ հələ նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք իհարկե համոզված եմ այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ նախ թոշակառու մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է, բայց նաև ուզում եմ ասել, որ ընթացիկ շրջանում էլ մենք անդադ վերջին անգամ Եվրամիության հետ գործընկերների
գործընկերների հետ բանակցություններ, երբ որ մենք ունեցել ենք, ուզում եմ հիշեմ, թե դա որտեղ էր, վերջին բանակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք եւ իհարկե առաջիկա Եվրամիություն Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 2025 թվականի տվյալներով Հայաստան ներկրման ամբողջ ծավալի գրեթե 11.5%-ը մտել է Հայաստան մեղրի անցակետով, բայց այդ ապրանքների 47%-ն է միայն իրանական ծագման, մնացածը ապրանքներ են Չինաստանից, հա մեքենաներ են, արևային վահանակներ, տեխնիկա եւ այլ ապրանքներ, Հնդկաստանից են ապրանքներ, դեղեր եւ այլն, Արաբական Միացյալ Էմիրություններից ոսկեգործության համար հումքը, այդ ապրանքներ օվկիանոսով ծովով գալիս են Հորմուզով մտնում են իրանական Բենդեր Աբաս ու հետո գալիս են Հայաստան, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե մի շաբաթ այդ իրանական նավահանգիստների համար փակ է մուտքը այդ Հորմուզի ջրանցքով եւ ինչպես երեք նախագահ Տրամպը հայտարարեց, դեռ այնքան է փակ լինելու, քանի դեռ Թեհրանի հետ 100% անոց համաձայնագիրը չի կնքվել։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի կառավարությունը այդ հեռանկարի համար ունի պլան B, մշակվել են արդյոք ինչ-որ լոգիստիկ ալտերնատիվ երթուղիներ, որպեսզի մենք չունենանք դեֆիցիտ այդ ապրանքախմբերի համար, չունենանք գների աճ եւ եթե որոշ ապրանքներ տարանցիկ էին դիտարկում Հայաստանը, հա չունենանք մատակարարումների շղթայի խաթարում։ Շնորհակալություն։ Նախ մենք արդեն արտահայտել ենք մեր անհանգստությունը եւ ցավը նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առումով եւ գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարծես թե առաջընթացի դինամիկա են ցույց տալիս եւ մենք ընդհակառակը այլընտրանքներ ընդհանուր առմամբ ձևավորում ենք, բայց Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է եւ մենք ընդհակառակը ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել եւ նաեւ այս առումով է շատ կարեւոր TRIP նախագծի իրագործումը, որովհետեւ դրա արդյունքում ուզում եմ հիշեցնել, մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պարագայում Հայաստան ապրանքների ներկրումը եւ Հայաստանից ապրանքների արտահանումը էականորեն կհեշտանա, բայց ձեր հարցի համատեքստում ես ուզում եմ ասել, որ նախորդող շրջանում մենք արդեն ունեինք նոր կապուղի եւ կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ մենք երկաթուղային կապ ունենք, Չինաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածքով եւ ես ենթադրում եմ, որ այդ կապը բոլոր այն դեպքերում, երբ որ կտեսնեն, որ գործարարները, որ տվյալ ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունով խնդիր կա բերելու, այդ ուղղությամբ կբերեն։ Ընդհանուր առմամբ մենք ինչպես նախորդի առիթ եմ ունեցել ձեզ ասելու, որ մենք նոր չէ, որ այդ թեմաներով զբաղվում ենք, մենք աշխատանքային խումբ դեռևս նախորդ տարի ենք եւ գուցե մի քիչ էլ ավել, որովհետեւ լարվածությունները եղել են եւ որ այդ հարցերով զբաղվել է եւ մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճը ուրիշ խնդիր է, որովհետեւ եթե ծագման կետում այդ ապրանքի գինը աճում է, մենք չենք կարող կամ միջազգային շուկայում ապրանքի գինը աճում է, մեր հնարավորությունները ազդեցության սահմանափակ են։ Մատակարարումների առումով այո, այլընտրանքները կան եւ բայց ես հույս ունեմ նաեւ եւ համոզված եմ, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում մենք նաեւ TRIP նախագծի շուտապույտ իրագործում կունենանք, որի արդյունքում նաեւ Իրան-Հայաստան երկաթուղային կապ կձևավորվի, Պարսից ծոց Սև ծով երկաթուղային կապ կձևավորվի, որը ձեռնտու կլինի բոլորին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Միացյալ Նահանգներին։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում եմ անդրադառնանք ազգային ժողովում երեք ձեր հնչեցրած հայտարարությանը մի հատված մեջ բերեմ։ Ես չեմ կարող հավատալ, կներեք հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն
անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի։ Պարոն Փաշինյան, այսպեսով դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվե տալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Նախ թույլ տվեք ասել, որ ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց խոսքը ամբողջական է, այսինքն ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը պատերազմի եւ որ նույնն է նախկինների երրագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեղ, անվանում է շունուշանգյալ, անվանում է բոշա եւ հետո ասում է մենք ընտրություններում հաղթելու ենք կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։ Եվ ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողություն ունենալ եւ նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսպիսով իրենք պիտակարավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպեսին։ Եվ ես ասում եմ, չեմ կարող նախ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շունուշանգյալը ու բոշան նկատի ունենալով պատերազմի երրագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատերազմի երրագլուխ կամ որ նույնն է նախկինների երրագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ եւ այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։ Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդդիմություններ կան, որոնք ոչ ժեխ են ասում, ոչ շունուշանգյալ են ասում, եւ ընդհանրապես ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամ արտահայտման իրավունք եւ ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել։ Չի կարող անցնել, որովհետեւ դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունը ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Ես խոսում եմ պատերազմի երրագլուխ կուսակցության մասին, հիմիջայլոց այդ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ ուժերը այն սկզբից երբ որ իրանց մտքերի ընթացքը վերլուծում է եւ ասում է, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրանք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դուք հասկանում եք սա ինչ աղետի պոտենցիալ է Հայաստանի Հանրապետության համար։ Բաց տեքստով են արդեն դրա մասին խոսում։ Եվ նաև էսա պատճառը։ Ես մենակ այս գործոնը չեմ նշում, մենակ անվանարկման գործոնը չեմ նշում։ Օրինակ խորհրդանական քննարկումներ։ Ես նստած լսում եմ ինչի մասին են խոսում մարդիկ։ Այդ մարդկանց լսելով ես հասկանում եմ, որ մենք թոշակը չենք բարձրացրել, որ առողջության ապահովագրությունը չկա, որ դպրոցներ չեն կառուցվում, որ մանկապարտեզներ չեն կառուցվում։ Մենք ոչինչ, բայց մարդիկ տեսնում են, չէ՞։ Ոնց կարա մարդը լկտիությանը, ստին եւ պատերազմին լկտիության ստի եւ պատերազմի եւ իր հասցեին վիրավորանքի օգտին քվեարկի։ Ես կներեք ամենայն հարգանքով չեմ կարող ես տենց բան մտածել։ Հազար ներողություն, որ ձեզ վրա եմ օրինակ վերում, բայց եթե ասենք մեկը ձեզ այդպիսի խոսույթով ձեզ ընկալի, դուք կգնաք կքվեարկեք իր օգտին, դուք էլի այդ ազատությունը ունեք իհարկե, եւ ես հարգում եմ այդ ազատությունը, որ դուք կարող եք դա անել, բայց ես չեմ կարող դրան հավատալ, որովհետեւ դրան հավատալով ես ինչ որտեղ այդ անհարգալիցությանը կմիանամ։ Ես չեմ կարող հավատալ դրան։ Էլի ներողություն եմ խնդրում, որ ձեր վրա եմ բերում օրինակը, բայց կարող եմ իմ վրա բերել օրինակը, իմ դեպքում էլ կասկած չկա։
Շնորհակալություն, հաջորդ հարցը Արմատ մեդիա Պարոն Փաշինյան, ես մի քանի տվյալներ ասեմ, հետո հարցը ձևակերպեմ։ Չերկովի դպրոցի տնօրենը քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը Ավինյանի ընկերոջ կինն է։ Պուշկինի անվան դպրոցի տնօրենը քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Նանսենի անվան դպրոցի տնօրենը նույն Մարգարիտա Խաչատրյանի եղբայր ընկերոջ կինն է։ Գայի անվան դպրոցի տնօրենը Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Հիմա հարցս, պարոն Փաշինյան, ասում եք ԽԾԲ-ի մորոք չի լինելու, չի գործելու։ Տեղյակ եք, որ ձեր պաշտոնյաներն իրենց ծանոթներին տնօրեն են կարգում, կոռուպցիոն ռիսկ տեսնում եք, թե ոչ, եւ հաջորդ հարցս, պարոն Փաշինյան, ինչու եք այդքան վախենում Սամվել Կարապետյանից։ Դե որ վախենում եմ Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել եմ վախենում եմ բոմժ դառնա։ Քանի անգամ ասեմ, ինչ կարիք կա այդ հարցը անդադ գտնելու։ Իմացեք, որ ահա որ վախենում եմ նրա բոմժ դառնալուց, ընդ որում միջև տարեվերջ։ Գոնե մի տասնամյակ բանելներ, դիմացելներ էլի ավելի քիչ կվախենայի, բայց հիմա ահա որ վախենում եմ։ Ինչ վերաբերվում է կներեք դուք ավարտեք ձեր հարցերը, որ ես պատասխանեմ։ Վերջացրեք։ Ձեր մյուս հարցը, գիտեք, ցանկացած դեպքում, երբ որ ես տեսնեմ, որ կա այդ համակարգը, ես ռեակցիա կտամ, որովհետև նախ երկու գործոն կա, ես կավելացնեի, օրինակ ձեր իսկ հետապնդման ենթարկվող Վարդան Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տարոն Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է, իմ մոտ էլ է հարց ծագում, թե ինչու։ Ես մի բան կարող եք վստահ լինել, որ ես այդ բոլոր նշանակումներում դեր չեմ ունեցել։ Ես չունեմ գետ մի ծանոթ, որը հանրապետությունում կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել, կամ դպրոցի տնօրեն է, կամ ընդհանրապես որևէ բանի տնօրեն է նշանակվել։ Ես 8 տարի վարչապետ եմ, 8 տարի վարչապետ եմ, եւ ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ, իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ այդ փաստի բերումով որևէ տեղ ոչ դպրոցի տնօրեն է նշանակվել, որ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել։ Ես հիշում եմ իմ խոսակցությունը հիմա ընդդիմության շարքերում գտնվող մի պաշտոնյայի հետ։ Հրավիրել եմ իմ հերթական աշխատանքային քննարկման ժամանակ, ասում եմ, ինչ որ տվյալներ կան, ասում եմ, դե այս մարդը ով է, որ ստեղ նշանակել ես։ Հիմա ընդդիմադիր է, իմիջիալոց ասեմ, առիթ կգա անունը կասեմելու է։ Այո, բարձրաստիճան պաշտոնյա, որ ինձ զեկուցում է։ Ասում եմ, դե էս ով է, որ ստեղ նշանակել ես, դե ասում է ընկեր է։ Ասում եմ, էս ով է, եւ այլն, ասելսի դու կարող մտածում ես, որ ես ընկեր չունեմ Հայաստանի Հանրապետությունում, որ տենց ընկերներից բերում ես շարում ես, ասենք մտքովդ չի անցնում, ասենք լավ, ես վարչապետից նշանակել է այս պաշտոնին։ Հիմա այս մեկը իմ ընկերն է, այս մեկը ընկերոջս ընկերն է, մեկը ընկերոջ ընկերն է։ Մտքովդ չի անցնում, լսի վարչապետը ընկեր չունի։ Ասենք մտածում եք, որ դուք տենց բոլորը տենց ուժեղ շրջապատով տղերք եք, ես է տենց բան մենակ ու տխուր։ Հիմա ուղարկել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության, ընկերներին թող հավաքի, ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվի։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Շանթալ։ Դե ձեզ խնդրեցի, չի ասի հարցերը ավարտեք, որ պատասխանեմ։ Հնարավոր չի, հասկանում եք, շարունակական հարցերին հնարավոր չի պատասխանել։ Ինչ էլ պատասխանեմ, մի հատ նոր տենց անընդհատ կլինի երկարաժամկետ։ Խնդրում եմ բոլորիդ, եկեք այդ պայմանավորվենք։ Ավարտեք հարցը, ես որ հարցին իմանամ ինչ հարց եմ պատասխանում։ Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին ունեցանք զինծառայողների մահվան դեպքեր։ Պարոն վարչապետ, որտեղ եք տեսնում համակարգային բացերը եւ ինչն է ձախողում խաղաղ պայմաններում ծառայության կազմակերպման ընթացքում։ Ինչ կոնկրետ քայլեր են նախատեսվում ձեռնարկել եւ արդյոք հնարավոր է, եթե անվտանգության նկատառումները թույլ տան, դիրքերում, զորամասերում տեսահսկման լայնածավալ
սարքեր կամ համակարգեր տեղադրվեն հատկապես բռնության կամ ինքնասպանության դրդման դեպքերը կանխելու, վախենում կանխելու նպատակով։ Եվ երկրորդ հարցը, պարոն վարչապետ, վերջին օրերին ակտիվ շփումներ ենք տեսնում, ազգային ժողովի նախագահը Ստամբուլ այցելեց, փոխարտգործ նախարարը եղավ Անտալիայում, մասնակցեց դիվանագիտական ֆորումին, հանդիպումներ եղան թե թուրք, թե ադրբեջանցի գործընկերների հետ, եւ այս ֆոնին կարող եք հստակ ասել ներողություն, հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցման մասով իրականում ինչ փուլում ենք եւ կա կոնկրետ ժամկետ կամ քաղաքական պայմանավորվածություն, թե գործընթացը դեռ կախված է լրացուցիչ նախապայմաններից։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանյան եւ ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության այդ ընդհանուր ընկալման մեջ։ Ինչ վերաբերում է process-ներին, նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները, եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, եւ ուզում եմ ասել, որ օրինակ այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ որ ինքը ասաց, որ եթե Հայաստան դեմ չի, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացնել, մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայան թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից, եւ process-ը գնում է եւ ինձ համար հարցը այն չի այդ տեղի կունենա ձեր ասածները, ասենք Թուրքիայի սահմանի բացումը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումի հարցը նա թե երբ դա տեղի կունենա, մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ, սկսած մանկապարտեզից։ Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետեւ ինձ համար, երբ որ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։ Իմիջայլոց ասեմ ձեզ նաև, ես իհարկե պատճառահետևանքային կապերը չեմ տեսել հիմա, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսա, որովհետև ճիշտն ասած շատ ուղիղ այդ թեմայով, իմիջայլոց ասեմ ձեզ, ես անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել եւ տեսնել, թե արդյոք կան ինչ-որ կրկնվող հատկանիշներ, ինչ-որ մի բան, պատկերացրեք գաղափարը ինչի մեջ է, ենթադրենք X թվով ինքնասպանություն, կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է, ասենք օրինակ, չգիտեմ, ինչ օրինակ բերեմ, ուզում եմ ուղղակի միտքը հասկանալի լինի, ինչ-որ ընդհանրություններ, սկսած ընտանեկան վիճակից, ամենատարր ինչը կա, մանավանդ արհեստական, եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ ներբեռնենք, ներբեռնենք չէ, արտաբեռնենք, ներբեռները, հա, վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի նրանք տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները, ինչ-որ մի ընդհանրություն, եւ այդ դեպքում գուցե մենք հասցեակնում, որովհետեւ դեպքեր կա, որ իրոք չէ, վերջին դեպքը
ինչքան ինձ զեկուցել են, ես չգիտեի որ այսինքն հիմա ինչքան որ զեկուցել են։ Գրել է որ Զորամասում խնդիր չկա եւ այլն, 2 օր առաջ թույլտվություն ա վերցրել եւ գնացել այցելել է Հարազատի գերեզմանի, որը ըստ մեր տվյալների նույնպես ինքնասպանություն ա գործել եւ եկել է նամակ ա գրել ու այդ արարքը թույլ ա տվել։ Պետք է հասկանալ դա պրոբլեմ, բայց մեկը ես կարծում եմ որ հոգեբանական դիմակայունության հետ իմիջայլոց դպրոցների հետ կապված այս քննարկումը որ կա, ես գուցե հրապարակային եմ խոսել դրա մասին, ասել եմ որ մենք դպրոցի գործառույթը իրականացնելիս երբեմն հաշվի չենք առնում որ 15, 20, 30, 40 հոգանոց դպրոցում այդ թվում հոգեբանական դիմակայունություն ստեղծել հնարավոր չի լինի, որովհետև մենք երեխային պահում ենք 10 տարի 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրան բաց ենք թողում 7 միլիարդ կամ կարող է 8 միլիարդ, չեմ ստուգե վերջին անգամ ինչքան է բնակչությունը, երկիր մոլորակ աշխարհ ապրելու։ Դպրոցը պետք է նաև շփման միջավայր, տարբեր իրադրություններ պետք է լինեն, հազար ներողություն կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն, տհաճ իրավիճակ, որ անհատականությունը հղկվի։ Բա մենք այդ նեղ կղզիացած երեխեքին պահում ենք այդտեղ, հետո ուզում ենք, հետո վախ ենք ստեղծում իրանց մեջ նաև այդ մեծ աշխարհ դուրս գալու։ Եվ այս բոլորը պետք է հաշվի առնենք։ Եվ ինչը լավ հնարավոր է տեսահասկվում է այդ գործողությունը գիտեք վարկյաններ է տևում դեպքեր ենք ունեցել որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել ես վերջերս ես հիշում եմ որ ինձ բանում այդ բանի զենքի պահման բանում զենքը որ տանում հանձնում են չէ այդ հանձնելու process-ում հենց տեսախցիկի եւ ուրիշների աչքի առաջ ինքնասպանություն էր գործել։ Նկատի ունեմ մենք անդադ գնում ենք տեխնիկական լուծումների, որը իհարկե կարևոր է։ Չէ, դες դեպք հետ եմ ասում, վերջին դեպքը չի եղել ոչ մի բան։ Այս դեպքում չի եղել ոչ մի բան։ Չի եղել ոչ մի բան։ Նամակ է գրել զինվորը եւ մանրամասն գրել է եւ գրել է որ Զորամասում խնդիր չունի եւ այլն ներողություն եմ խնդրում դա բացահայտելու համար ծնողներից հարազատներից ներողություն ա խնդրելու այդ արարքը գործելը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիրիկ։ Պարոն վարչապետ, դուք նոր ասացիք, որ ձեր նշանակված կադրերից մեկը, որ մանրդիմադիր է, ուղարկել եք ընդդիմություն աշխատելու ըստ էության արդեն, ու ուզում եմ իմանալ արդյոք ընկերներին հետ տարելա թե չէ։ Եվ երկրորդ հարցս, դուք վերջերս նորից խոսել եք օտարերկրյա մասին, նաև ինոագենտների մասին եք հիշատակել, ուզում եմ հասկանալ թե ում մասին է խոսքը ինոագենտներ ասելով կամ օտարերկրյա գործակալներ ասելով ում նկատի ունեք, արդյոք կան այդպիսի բացահայտված դեպքեր թե ոչ։ Նախ ես կարող եմ ասել այդ ընկերներից ոչ մեկ չի աշխատում հիմա, բնականաբար։ Համենայն դեպս նրանք, ովքեր զուտ ընկեր լինելու փաստի բերումով են նշանակվել աշխատանքի։ Ինչ վերաբերում է ինոագենտն եւ այլն, դրանք երբեմն որպես պատկերավոր ձևակերպում են օգտագործվում, բայց ես ձեզ համար ուզում եմ գաղտնիք բացահայտել։ Մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ եւ ձեռք բերված տվյալներով գործում են այլ երկրների օրակարգով, դա տարբեր ձևով է։ Եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Շնորհակալություն, հաջորդ Եվ այն դեպքերում, երբ որ արդեն գծեր կհատվեն, կան որ շատ մոտիկ են, գծին sense եզրով քայլում են, երբ որ հատեն կլինի հակազդեցություն, բայց այն որ այսօր այդ կարգավիճակի մեջ է, ես այդ մարդկանց ցուցակ ունեմ, անուն ազգանունով, կոնտակտներով։
Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Վահանն։ Դուք անդադ խոսում եք, մի հատ լավ բան պետք է ասեմ, բայց մինչև սա ուղղակի ռեպլիկի կարգով։ Անդադ խոսում եք եռագլուխ ինչ որ ուժեր, պատերազմի կուսակցություններ, ասում եմ հասկանալ այդ պատերազմի կուսակցություններից օրինակ ԲՀԿ-ն կապ ունի պատերազմի կուսակցության հետ, թե ուժեղ Հայաստանը, հələ թե Քոչարյանը, որը որ օրինակ ձեր օրոք ձեր պատերազմի ժամանակ 20 թվականի իրենց ոչ մեկ իշխանություն չէին։ Էլ չեմ ասում, որ ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիա եղած ձեզ հետ, հիմա իրանք ինչ եք դուք անընդհատ թիրախավորում այդ երեքին սարքել եք եռագլուխ հրեշ։ Օրինակ Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանն ու այն տղան ինչ էր, Գուրգեն Սիմոնյանն, հա, ինքը օրինակ իրենք ընդդիմադիր չեն, իրենք վտանգավոր չեն ձեզ համար, որ իրենց չեք թիրախավորում, իրենց ոչ իման չեք ասում, թե իրենք կեղծ ընդդիմություն են, թե իրենք ձերոնքական ընդդիմություն են, իրական վտանգ են երեքից։ Չեք կարծում, որ մի քիչ անազնիվ է թիրախավորել կոնկրետ ինչ որ ընտրված ուժերի։ Մեկ էլ ի տարբերություն այս թարախնդիմության ես իրականում ունակ եմ գնահատել եւ տեսնել լավը, արձանագրել լավ բաները, որ տեղի են ունեցել ձեր իշխանության օրոք, օրինակ թոշակները բարձրացան ճիշտ է, այլս դեռ լարնակա չի թռչում այդ 10,000-ով ավելացած, բայց ես կօգնեմ կթռչի թոշակները։ Ճանապարհներ եք կառուցում, որը լավ է, նախկիները թալանում էին, չէին անում, օրինակ մեր թաղամասում եք հիմնանորոգում, հյուսիս հարավը, մի խոսքով բազմաթիվ դա բաներ արել եք, մանկապարտեզ դպրոց եւ այլն, բայց մարդիկ ասում են, որ այդ ամեն ինչը նաև կյանքեր է արժեցել, ձեր գործունեությունը ողբերգություններ եւ մահեր է բերել իր հետ, ձեր ամեն հայտարարությունը, քայլը, սեփական կետից բանակցելը, չգիտեմ, ձեր տեղաշարժը անգամ ձեր Շարասյան, իր հետ մահ եւ կորուստներ ու ողբերգություն է բերել։ Հիմա հետո չթվարկեմ, հա, վերջին ավտոբուսի դեպքը, դրանից առաջ այլ դեպքեր, զինվորները գործընկերս ասած Ինչ ավտոբուս։ Այս ավտոբուսի վթարը, որ եղավ Լոռու մարզ, էլի ձեզ ուղեկցելու համար էր գնում։ Ճիշտ է, մեղավորը պարզվեցին քչեր, բայց ամեն դեպքում ձեզ համար էր գնում այդտեղ։ Այն գնայի ավտոբուսը։ Դե Արցախի հանձնումը, պատերազմը եւ այլն, այդ ամեն ինչը ձեր գործունեության արդյունքում կամ հետևանքով է եղել ավելի շուտ։ Մարդիկ դրա համար են ասում, որ վերջապես գնաք, հեռանաք, այս ողբերգությունների շղթան ավարտվի։ Հասկացանք, թոշակները, ասֆալտը, լառնական շատ լավ է։ Ես ապավագրությունը մենք օգտվում ենք, շատ շնորհակալ ենք։ Բայց այդ ամեն ինչը նաև զոհեր է բերում։ Իդեպ գումարած նաև ատելություն, անընդհատ դուք վիրավորում եք, անընդհատ ինչ-որ մարդկանց բոմժ եք անվանում, չգիտեմ, շունշանգյա, ինչ ասեցիք, սպառնում եք, այն օրներ Ֆայլաբազարով անցնում էի, դեպ մոտեցան ինձ, խնդրեցին նաև ձեզանից են հարցում, ասում են, կներեք, ուղիղ ասում են, բա երբ են սրանք գնալու, ասում ինչ եք ուզում հեռանան, ասում են, որ վերջապես գնան, աշխատանք չունենան, իրանցից մեծ մասը չգիտեմ, որտեղ պետք է աշխատի, գան Ֆայլաբազարով մեր կողքը կանգնեն եւ հասկանան ինչ է նշանակում սեփական քրտիկով աշխատել, սեփական գումարը վաստակել եւ հետո նաև ծաղրել այդ գործով զբաղվողներին։ Հիմա վերջապես դուք այս ամեն ինչի մեջ խնդիր չեք տեսնում այդ բոլոր դրականների կողքին, որ այդ շղթան պետք է կտրել այդ մահվան ողբերգությունների կորուստների։ Նախ ես որևէ մեկին շունուշանգյալ չեմ ասել, ես մեջբերել եմ անդիմադիր քաղաքական ուժերի կողմից օգտագործվող բառապաշարը արտահայտված քննչական հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ Այսինքն, երբ որ ես ասում եմ շունուշանգյալ, ես մեջբերում եմ ընդդիմության օգտագործող բառապաշարը, ժեխել եմ ասում որպես ընդդիմության բառապաշար, որը նրանք օգտագործում են մեր սիրելի ժողովրդի կողմից։ Իմ հեռացման մասին, ուրեմն ասել եմ տասնյակ անգամներ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ։ Երբ որոշի, ընդ որում ես դա երբեք չեմ կապել ընտրությունների հետ, երբեք չեմ կապել։ Ասել եմ, որ Հայաստանի ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ եւ ես բնականաբար միշտ ճանաչել եմ եւ ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը, որ պահին, այսինքն, եթե չեմ սխալվում, նախորդ տարի եմ արել այդ հայտարարությունը, դրանից առաջ եմ արել, 2021 թվին եմ ասել եմ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ, այսօր եմ ասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
Գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունում ուրեմն կա իշխանություն, որը պատկանում է ժողովրդին եւ կա արտահայտման միջոցներ։ Այսինքն ժողովրդի մեծամասնությունը, եթե չուզենար, որ ես վարչապետ լինեի, ես վաղուց ընդհանրապես ես համոզմունք ունեմ եւ դա ապացուցել եմ, որ երբ որ ժողովրդի մեծամասնությունը չուզենա, որ որևէ մեկը լինի իշխանություն, այդ որևէ մեկը չի կարող լինել իշխանություն։ Ես ինքս ժողովրդին հեղափոխության կոչ եմ արել, բայց դա չի նշանակում, որ երբ որ հարգելի 10,000, 20,000, 30,000 քաղաքացի հավաքվում ան որևէ հարցով, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա։ Վարչապետի հրաժարական տալը եւ հեռանալը դա շուտ լուրջ եւ պատասխանատու եւ կարա լինի անպատասխանատու։ Եվ հետեւաբար այն ինչ որ դուք ասում եք, դրա պատասխանը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տվել է եւ կտա։ Ես իմ մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, որտեւ նախ 5 տարի է դրա մասին խոսում եմ, բոլոր նրբություններով 2 օր առաջ եմ վերջի անգամ խոսել, դրա նախորդող շրջանում խոսել եմ, ելի նախորդ օրը եւ անընդհատ եմ խոսում։ Ինչ վերաբերում է ֆայլաբազարին, ես բանվորություն շատ եմ արել։ Ես աշխատել եմ, ես իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից։ Ես երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալիցության դրսևորում ցուցաբերել։ Ֆայլաբազարը չկա Երևանում, ֆայլաբազար, այսինքն դա վիրավորական բառ է ֆայլաբազարը։ Ես հեգնանքով ֆայլաբազար ինչ եմ ասում, հազար ներողություն, ես եթե հեգնանքով ասում եմ, այդ հեգնանքը դուք մի հասցեագրեք մարդկանց։ Ես հեգնանքը վերաբերվում էր նրան, հազար ներողություն, երբ որ ես ձեզ ասում եմ, որ դուք քվեարկելու եք մեր օգտին, եթե որ պահին մենք իշխանություն չլինենք, դուք պետք է այլ աշխատանք փնտրեք։ Ես ֆայլաբազար, ես փողոցներում քայլում եմ, ես երբ որ փողոցներում կոմունալ աշխատողի եմ հանդիպում, որ ես Երևանում շրջում եմ, ես մոտենում եմ այդ մարդկանց ձեռքով բարևում եմ, եթե դեմ չեն լինում, այս կրծքանշանից էլ նվիրում եմ, որպիսությունը հասնում եմ, դուք երբ կարաք տեսած լինեք, որ ես աշխատող մարդու նկատմամբ կապ չունի ինքը ինչ աշխատում։ Ես տասնյակ անգամներ եմ կառավարության նիստում հայտարարել, որ որևէ աշխատանք, չկա այդպիսի աշխատանք, օրինական աշխատանքի մասին է խոսքը, որը արժանի չի հարգանքի։ Դե որովհետև այդ ձեր ասած աշխատանքների համար արագ չի ստացվի, դրա համար որակավորման կուրսեր է պետք անցնել, որը ահագին երկար կտևի։ Իսկ եթե այսօր կարող եք լինել IT-շնիկ, կարծում եմ կնախընտրեիք լինել IT-շնիկ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Որովհետև ես խոսույթն եմ, հիմա դուք նույն ԲՀԿ-ի մասին եք ասում, ճիշտ է։ Ես ասեմ, նայեք ով է իրանց երկրորդ համարը։ Բայց դրանով կապ ունի, բա ո՞նց է այդ մարդը երկրորդ համար։ Ո՞նց է երկրորդ համար։ Այո։ Այդ մարդիկ պատերազմի գաղափարախոսներ են, կոնֆլիկտի գաղափարախոսներ են։ Բա ու մենակ բանով չի, ասենք ո՞նց երկրորդ համարը։ Ընդ որում այն պայմաններում, երբ որ կուսակցության ղեկավարը ասում է դե մենք մի քանի բան ունենք։ Տենց էլ չբացահայտելով այդ մի քանիսը ովքեր են։ Այսինքն ես խոսույթն եմ վերլուծում եւ չեմ բացառում, որ մյուս կուսակցությունների դեպքում էլ կարող են լինել, բայց ես չեմ կարող հազար ներողություն բոլոր կուսակցությունների խոսույթներին հետևել։ Ովքեր շատ լրատվամիջոցներ ունեն, իրանց խոսույթին եմ հետևում, իրանք ավելի ակտիվ են։ Չեմ բացառում, որ իշ տեղեր էլ կան։ Ինչ տեսնում եմ, այդ եմ ասում։ Պարոն Մակարյան, ուրեմն Հայաստանի Հանրապետություն ժողովուրդ ջան, ես այդ լրագրողեղած ժամանակ ես տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ Կեղծ ընդդիմություն կատեգորիա ընդհանրապես, որը Հայաստանում եղել է, դա ընդհանրապես ծաղրա ժողովրդավարության։ Ոնց մենք այդպիսի գործելակերպ չունենք։ Ով մեզ աջակցում է, բացահայտ աջակցում է, ով չի աջակցում, չի աջակցում։ Այսինքն դա ինչ խոսույթ է, դա ժողովրդավարության հետ ինչ կապ ունի։ Ոչ մի տակից բան չկա։ Մենք տակից ոչ մի բան չենք անում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք հաճախ ասում եք, որ արդարության ու արդարադատության հետ կապված լուրջ հաջողություն չկա ու նաև նշում եք, որ մարդիկ չունեն այդ զգացողությունը, այդ թվում դուք երթվյալ ատենակալների ինստիտուտն եք կարևորում այս առումով, նաև սահմանադրության մեջ փոփոխություն անելն եք արձանագրել ձեր կուսակցությունում։ Քանի որ տարբեր մոդելներ կան ատենակալների ինստիտուտի, արդեն կա կոնկրետ պատկերացում, թե ինչ եք առաջարկում։ Գիտեք, ես փորձագիտական մեկնաբանություններ չեմ կարող անել, որովհետև նրբությունը դա շատ բարդ ինստիտուտ է եւ ձեզ նման է ես կինոներում եմ տեսել, թե երթվյալ ատենակալների ինստիտուտը ոնց աշխատում, չնայած շատ կինոնկարներ, շատ հայտնի եւ շատ արժեքավոր իրական փաստերի նկարագրություն են եւ մասնագետները կասեն, բայց ես ուրիշ բան ասեմ, որ նոր համադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ նույնիսկ կա առաջարկ, որ համադրության անցումային դրույթներում մենք ունենանք դրույթ, որ համադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող եւ X ժամանակում միայն բարեվարկության նոր ստանդարտի հաստատմամբ, որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով, որտեղ բաներ կա, որ մեր իրավակարգավորումներով հնարավոր չի, նրանք կվերանշանակվեն, ովքեր այդ որակավորման գնահատումը կանցնեն դատավորի կարգավիճակով։ Իսկ երթվյալ ատենակալների ինստիտուտը ես մի բան գիտեմ, հա, իմիջայլոց ասեմ ձեզ, ես կարծում եմ, որ եւ դրա մասին խոսել եմ։ Ես միշտ խոսում եմ, որ չի կարող լինել իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չի։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ դատավորների ընդհանուր ժողովը, ասենք օրինակ բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու կամ իրավունք պետքա չունենա։ Նրանք պետքա իրավունք ունենան տեխնացու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետքա ընտրությունը վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, եւ այդ մարմինը ազգային ժողովն է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը կենտրոն հեռուստաընկերությունից։ Պարոն վարչապետ, շարունակելով գործընկերոջս հարցը, տեսեք ձեր իշխանության գալուց 8 տարի հետո եւ նախընտրական խոստումից 5 տարի հետո դուք հայտարարում եք, որ մաֆիա կա համակարգում մետաստազներ գցած բոլոր ոլորտներում, հա, դատախազությունում, ոստիկանությունում եւ արդյոք սա ձեր թերացումը եւ ձախողումը չէ, երբ միայն խոստումից 5 տարի հետո եք պարզում, որ մաֆիա կա համակարգում, արդարադատության ոլորտը խայտառակ վիճակ է, եւ ասում եք համանդրության փոփոխությունը կկարգավորի, ինչպես է կարգավորելու եւ մեկ հիշեցում էլ անեմ, երբ որ դուք ասում եք կա տենց դատավոր, որ կարող է իմ ասածը չանել։ Հիմա եթե համանդրությունը փոխեք, այսինքն նման հայտարարությունների դեպքում օրենսդրության ինչ որ պատասխանատվության կենթարկվեք, թե ոչ։ Եվ եւս մեկ հարց, տեսեք դուք խորհրդանում 3 եւ ձեր թիմակիցները մեղադրում են քաղաքական գործիչներին այս կամ այն կուսակցություններ գնալու վերադասավորումների համար։ Դա արդյոք քաղաքական process-ում նորմալ գործընթաց չէ։ Նաեւ մեղադրում եք, որ նախկին հղկականներ են, Քոչարյանի թիմից են, գնում են այս թիմ, այն թիմ, արդյոք նորմալ գործընթաց չէ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձեր թիմում էլ այսօր կան շատ նախկին հղկական անդամներ, պաշտոն զբաղեցնողներ եւ պատգամավորներ։ Նախ դատավորների իմ ասած չանելու մասին պետք չի կոնտեքստից կընտրել։ Ես ասել եմ, որ 2018 թվականին, երբ որ ես դարձել եմ վարչապետ, այդ համակարգը գոյություն ունեցել է։ Ես մերժել եմ այդ համակարգը եւ ասել եմ, որ դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց նկատի չեմ ունեցել, որ դատական համակարգը ինձնից պետք է անկախ լինի, մնացած շատերից կախված լինի։ Այստեղ որ դիսբալանսները առաջանում է եւ այդ խնդիրը պետք է լուծեն եւ այդ խնդիրը իմիջայլոց ասեմ նաեւ մենթալիտետային է, մտածողության խնդիր է, սոցիալ-հոգեբանական խնդիր է, կրթության խնդիր է, կարողությունների խնդիր է եւ այդպես շարունակ։ Եվ օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա դատավոր, որ իր պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում դատավորի ստանդարտին, ինքը չի կարող լինել անկախ, որովհետև ինքը անդադ կախված է, որոշում գրելիս, դատավճիռ գրելիս, չգիտեմ, միջնորդություն քննարկելիս, անդադ ինքը դիմում է ուրիշների
կարա եթե այդպիսի բան լինի ու դրանից արդեն կախվածություններ են առաջանում սրանից բխող հետևանքներով։ Ինչ վերաբերվում է մաֆիային, այն փաստը, որ կարող ենք արձանագրել, որ այդպիսի երևույթ կա, այդ նշանակում է այդ խնդիրների լուծման հետևից անկեղծորեն գնացել ենք, որ այդ եզրակացությանն ենք եկել, որովհետև կարող ենք բան չանել, ասել չասենք, որ վայ հանկարծ չասեն, որ մեր ձախողումն է, ու տենց էլ համաձայնության գաղջ մթնոլորտը պահպանվել։ Բայց դա կարևորը, որ ես այս կարգավիճակում դա ասում եմ։ Բա ինչի եմ ասում, դա նշանակում է, որ ես այդ խնդիրները խորքային լուծման հետևից գնացել եմ, չէ, գնացել եմ, առերեսվել եմ։ Նույնը վերաբերվում է, երեք ես ազգային ժողովում ասեցի, նույնը վերաբերվում է նաև Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչու ես ասել Արցախը Հայաստան է եւ վերջ, այն մյուս բաների հետ կապված, որտեղ մենք գնացել ենք այդ հարցերի հետևից։ Մենք չենք ասել, որ լավ, երկիրը թող եւս 30 տարի էսկետի վրա, դե տարեկան 30 զո, 10 զո եւ այլն, տենց եւս ու երկիրը այս փակուղում շարունակի մնալ։ Մենք գնացել ենք հարցերի հետևից, որտեղ պատասխանատու ենք վերաբերվել։ Ես չի ասի, դուք ասցիք արդարադատության համակարգում կան խորքային խնդիրներ, այո, բայց արդարադատության համակարգում շատ խնդիրներ լուծված են։ Բայց ֆունդամենտալ առումով, եթե ինչ որ խնդրեմ մի հատված լուծված է, չի նշանակում, որ դա մենք պետք է գոհունակությամբ պետք է ջփակենք, ոչ, այդ պետք է շարունակվի։ Եվ այո, մաֆիան կա, այդ թվում քաղաքական արտահայտությամբ եւ քաղաքական մակարդակով, որովհետեւ իրանք այդ թվում ժողովրդավարության գործիքները օգտագործելով շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իմիջիայլոց ասեմ, այս խնդրեմը կա նաև բազմաթիվ ուրիշ զարգացած երկրներում, որտեղ միտեղ հաջողությամբ են լուծում, մյուս տեղը պակաս հաջողության են լուծում։ Մենք համոզված եմ, որ մենք այդ խնդրեմը հաջողությամբ ֆունդամենտալ արմատական ձևով կլուծենք եւ այդ թվում դրա համար մեր մանդատի շարունակություն ենք ակնկալում մեր ժողովրդից։ Շնորհակալություն։ Դե կներեք, այնքան շատ եք տալիս, չեմ հարցնում գրել, ինչի մասին։ Դե չեմ մեկնաբանի, հիմա դա քաղաքական։ Դե նայած որը հիմա ինչ, չգիտեմ, ասենք ենթադրենք, եթե օրինակ նույն մեր քաղաքական թիմի ներկայացում, մենք ասել ենք նույն մեր հանձնառությունը ինչ ա եղել, որ պետքա մենք շատ խստագույն բանով չափանիշներով վերաբերվենք ինքներս մեզ։ Մենք տեսնում ենք այն քաղաքական թիմի անդամները, այդպիսի դեպքեր եղել է, ում հետ կապված խնդիր ենք առաջացնում, այդ թվում 1, 2, 3 գծեր անցնում են եւ արդեն իրավական մեխանիզմները սկսում են գործել, մեկ էլ հոպ դառնում են ընդդիմադիր։ Այսինքն ինչ, բանի մեր քաղաքական թիմի անդամը լինելու նպատակը այն է, որ ինդուլգենցիա ունենան, ինչ ուզենան անեն, չի կարող այդպիսի բան լինել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Մեր ասոցիացիայի շորսացն է, ուսման հավերժ, անձնարարը, հաջողությունների եւ առանցքային Պարոն վարչապետ, Սահմանադրության հետ կապված երեք արդարադատության նախարարը ասաց, որ տեքստը պատրաստ է եւ դրա հրապարակել չհրապարակելու որոշումը պետք է կառավարությունը կայացնի։ Ես ուզում եմ իմանալ պատրաստի տեքստին ծանոթանալու հնարավորություն ունեցել եք, եթե այո, ինչպիսին է այն ըստ ձեզ հիմա պատրաստ է հրապարակման եւ ընդհանուր առմամբ ինչպիսին է դիրքորոշումը ձեր տեքստը հրապարակել չհրապարակելու ժամկետների վերաբերյալ ձեր թիմակից Մարիա Կարապետյանը ասում էր, որ լավ կլինի, որ մինչև ընտրությունները տեքստը հրապարակվի, արդյոք ձեր դիրքորոշումը եւս այդպիսին է եւ նախ ուզում եմ իմանալ, քանի որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձեր հաշվի առնելով եւ նաեւ այն հայտարարությունները, որ դուք պարբերաբար ասում եք, որ պատմական արդարության հետևից գնալու որևէ նպատակ եւ մտադրություն այլևս չկա, ուզում եմ իմանալ այս ամեն ինչը հաշվի առնելով, արդյոք տեսնում եք անհրաժեշտություն Հայաստանի զինանշանից հեռացնելու Արարատի պատկերը եւ Մոսկովյան բանակցություններից երբ որ վերադարձաք, եթե ես ճիշտ եմ հիշում, դուք ասացիք, որ ի թիվս այլ պայմանավորվածությունների նաեւ ռազմատեխնիկական պայմանավորվածություն է ձեռք բերվել, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը Մոսկվայից զենք գնելու պայմանավորվածություն ունի։
Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք, որը ինչ որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր կամ քչացել էր, եւ մենք այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք։ Ինչ վերաբերվում է զինանշանի հետ կապված խնդրին, տեսեք իմ եւ ընդհանրապես այդ թեման, որ շատ խոսվում է, իմ խնդրեմը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին։ Իմ չայլոց Արարատ անվան հետ կապված, որ այդ դրան էլ առիթ չի լինում, նույնիսկ մեր ընդդիմադիրները շատ ոչ կոռեկտ եղանակով օգտագործում են։ Ես ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, կա Արարատ համայնք։ Մենք խոսում ենք պետականության մասին, իմ խնդիրն է նա, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում եւ չենք տեսնում գիծը պետության եւ ոչ պետության միջև։ Իրական Հայաստանի գաղափարախոսության ամբողջ իմաստն է նա, որ մենք պետք է կենտրոնանանք պետության վրա, որովհետեւ հայրենիքը պետությունն է։ Եվ ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված։ Ես բարձրացնում եմ հարց մեր պետության եւ պետական ատրիբուտների մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաեւ հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է, որովհետեւ մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այս պատկերը, մեր երկրի պատկերը ձևավորված է մեր հարևանների միջազգայինորեն ճանաչված տարածքի ուրվագծով։ Սրա մասին է խոսքը։ Մենք ճանաչում ենք, թե չէ։ Շատեր ինձ մեղադրում են, ասում են գիծը ընդունելով դուք մեզ սահմանափակում եք, որ մենք գնանք եւ ավելին ունենանք։ Ասում եմ, այո, ճիշտ եք ասում, սահմանափակում ենք մի տարբերությամբ, որ այս գիծը ոչ միայն մեզ է սահմանափակում, այլև ուրիշներին, որովհետև մենք ասում ենք, գիտեք ինչ, եթե մենք ասում ենք, ստեղ գիծ չկա, հետևաբար մենք կարող ենք գնալ, վերցնել ինչքան ուզում ենք եւ կարող ենք, իրանք է կարող են ասեն շատ լավ, դե որ գիծ չկա, մենք էլ ենք գալիս, վերցնենք այնքան, ինչքան ուզում ենք եւ կարող ենք։ Սրա մասին է խոսքը։ Եվ խոսքը անվտանգ, բայց դրա համար եմ ասում, երբ որ ասում ենք անվտանգություն, այդ անվտանգությունը պետք է հասկանանք ինչ կոմպոնենտներից է բաղկացած եւ ինչ այլոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում սրան շատ մանրամասն անդրադարձ կա։ Առաջիկայում ես հարմար առիթով նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ եւ այդ խնդրին նույնպես կանդրադառնամ։ Սահմանադրության տեքստին բնականաբար ծանոթ եմ, ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն, հրապարակմանը կողմ եմ, բայց խնդիրն է նա, որ մի քանի սկզբունքային եւ կարեւոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական եւ քաղաքական թիմում, եւ ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, այսինքն աշխատանքային մակարդակով, բայց ցավոք նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է եւ մենք պլանավորում ենք միջև այդ փորձենք քննարկենք եւ այդ հարցերը հասցեագրենք, բայց եթե չհասցնենք հասցեագրենք, հրապարակումը կմնա ընտրություններից հետո։ Ես ասացի, այդպիսի հարց չեմ բարձրացնում։ Ինչ խնդիր տեսնում եմ, ես հրապարակային իմ ելույթներում ասել եմ, այդ թվում ազգային ժողովի ամբիոնից։ Ես խնդիր չեմ։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նյուզեյ։ Պարոն Փաշինյան, նախ Շուշանգյալի մասին։
Տեսեք, դուք վերցրել եք ձայնագրությունի, քննչականի եւ ենթադրյալ կաշառքի գործի հետ կապված, միայն անդրադառնում եք մի հայտարարության, մի ցիտատի վրա եւ դա տեղայնացնում եք ամբողջ ձեր նշած ընդդիմադիր ուժերի վրա։ Ենթադրենք ձեր կողմնակիցներից մեկը եւ կա այդպիսի փաստ 10-րդական ձեր աջակիցը մի այդպիսի հայտարարություն է անում։ Կարող ենք մենք դա տեղայնացնել նաեւ ամբողջ քաղաքացիական պայմանագրի վրա եւ ընդդիմությունը կարող է իրեն իրավունք վերապահել եւ ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամբողջությամբ այսպես է վերաբերվում հասարակությանը։ Դա ընդունելի տարբերակ է, այս առումով խնդրում եմ ձեր գնահատականը։ Երկրորդը դուք պարբերաբար նշում եք Սամվել Կարապետյանը, վախենում եք, որ բոմժ կդառնա Սամվել Կարապետյանը, երեք նա անդրադարձել է դրան եւ նա ձեզ ասում է դուք կներեք, ցիտում եմ իրեն, դուք բուժման կարիք ունեք։ Եվ երրորդ հիմնական հարցը ձեր խաղաղության օրակարգի մասին եմ ուզում խոսեք, դուք ասում եք խաղաղություն ենք բերել, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք կառուցում, բայց նույն Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում եւ եկեղեցիները հիմնահատակ ավերում։ Սա է խաղաղությունը, այսպիսի խաղաղություն ենք բերում։ Գիտեք, եթե որևէ ԿՊԱ-կան նման արտահայտություն անի եւ մենք նրան իմանանք եւ համապատասխան միջոցներ չձեռնարկենք եւ չդատապարտենք հրապարակային եւ կարգապահական վարույթ չհարուցենք, այո, դուք կարող եք ասել։ Սրա մասին է խոսքը։ Եվ սրա մասին կարա տեղի ունենա, բայց մենք կուսակցությունը դիրքորոշում արտահայտում է դրա վերաբերյալ։ Եղել են դեպքեր, որ ոչ կոռեկտ արտահայտություններ են եղել, մենք շատ արագ դրան բան ենք արել, կամ ներողություն ենք խնդրել, կամ ինչ-որ մի բան ենք արել եւ այլն եւ այլն։ Խոսքը դրա մասին է։ Ինչ վերաբերում է բուժմանը, ճիշտն ասած, իրոք բուժման կարիք ունեմ, որովհետեւ մի քիչ հարբուխ եմ, որ 10 օրից ավել չի անցնում, այնպես որ շնորհակալ եմ իմ առողջական վիճակով այդպես հետաքրքրվելու համար։ Վերջին հարցը ինչ եմ գրել։ Էլ ինչ։ Հա, խաղաղության մասին, գիտեք, էլի հետեւյալն եմ ուզում ասել։ Այդ հարցերին պատասխանելիս, գիտեք ինչու՞մն է դժվարությունը, այդ հարցերին պատասխանելիս, որովհետև մենք պետք է մտնենք դաշտեր եւ խոսենք բաների մասին, որի մասին ընդունված չի եւ լավ չի խոսալ։ Ես նախկինում, բայց անուղղակիորեն խոսել եմ դրա մասին։ Ասել եմ, որ մենք պետք է նկատենք, որ տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում եւ այլն եւ դուք համոզված եք, չէ՞, որ ասում եք 100%-անոց ճշմարտություն։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100%-անոց ճշմարտություն։ Այն մյուս կողմն էլ է ասողը համոզված է, որ ասում է 100% ճշմարտություն։ Եվ խնդիրը հետեւյալն է, որ այդ տրամաբանությանը պետքա մի օր կանգ առնել, պետքա վերջ տալ դրան։ Եվ այստեղ է, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ process-ը կարա գնա հավերժ եւ մենք տեղ չհասնենք եւ այդ պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթարենք։ Էլի ուզում եմ ասեմ, պատերազմները, այդ թվում Ղարաբաղի շարժումը առաջին հայացքից շատ անմեղ բաներից է սկսել։ Հետո դարձել է մի իրավիճակ, երբ որ երկրների ու ժողովուրդների ճակատագիր արժեցել։ Ես կարծում եմ, որ մենք պետքա կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել, նշանակում է այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ։ Եվ իմիջիայլոց ես ուրիշ բան եմ մտածում։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, իսկ Հայաստանում կան պատմամշակութային հուշարձաններ, որ հենց այսօր ոչնչացվում են։ Այո, կան, եւ իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են, եւ էսա պատճառը, որ եթե թիվը չսխալվեմ, Հայաստանի պետական բյուջեից մենք եռապատկել ենք միջոցները։ Ես օրինակ գնացել եմ Այգեհովիտ գյուղում գտնվող Սրվեղի վանք եւ տեսել եմ, որ ավերվում է այդ վանքը։ Վերադարձել եմ հանձնարարական եմ դրվել վերականգնել։ Գնացել եմ Բջնի եկեղեցի, տեսել եմ պատը քանդված է։ Վերադարձել եմ հանձնարարական տվել պատը բանանել։ Գնացել եմ Բջնի ամրոց, տեսել եմ, որ ամբողջը ծառերով փակված է եւ ճանապարհել գոյություն չունի։ Վերադարձել եմ հանձնարարական եմ տվել, որ կառուցել։ Ես Հայաստանի Հանրապետության մեր աչքի առ իմիջայլոց ամրակից
ամրակից գյուղում գտնվող ռուս ուղափառ եկեղեցին ես մտել եմ եւ տեսել եմ, որ Ավերման եզրին է ռուս ուղափառ եկեղեցին։ Վերադարձել եմ, հանձնարարական եմ տվել, որ պատմամշակութային արժեքը վերականգնվի եւ վերականգնված է, ուրախ եմ, հույս ունեմ այն օր չհասցրեցինք մտնել, առաջիկա մի առիթով կգնանք եւ կտեսնենք ինչա վերականգնման արդյունք։ Մի քանի վայրկյան է մնացել, օրայնին ես։ Պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում հայտարարեցիք, որ 2021-ի ընտրություններին դուք մասնակցել եք պսևդոդաշնակցական նախընտրական ծրագրով, հիշեցնեմ, դրանում կային դրույթներ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Սա արդեն պատերազմից հետո էր, բայց դուք չսթափվեցիք եւ ձեր հիշատակած այդ օրակարգից չհրաժարվեցիք։ Բայց ամենայնիվ, հիմա որքանով վստահ լինենք, որ մի քանի տարուց էլ իրական Հայաստանի մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին նույն կերպ 29743 Ստված 25 ասած։ Չէ, ճիշտ գիտեմ ձեր ասած թիվը։ Այդ տարածքի մասին դա ընդհանուր շեշտում եք առանց Արցախի մնացածի, լավ ինչև է։ Այդ տարածքի մասին նույն կերպ չեք խոսի, դուք հիշեցնեմ նաև, որ այդ տարածքից 200 քառակուսի կիլոմետրը ադրբեջանական զինուժը օկուպացրել է հենց ձեր իշխանության օրոք, որն է երաշխիքը, որ մի քանի տարի հետո չեք գա եւ այստեղ կանգնած չեք ասի, որ իրական Հայաստանն էլ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է։ Գիտեք, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին։ Եվ ձեր ասած նախադասությունը հնարավոր չէ հնչեցնել։ Ինչ վերաբերվում է նախորդ շրջանին, տեսեք, ես 2 օր առաջ էլ ազգային ժողովում ունեցած ելույթում էլի հիշատակեցի 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրում արձանագրվածը, որ խաղաղության դարաշրջան բացելը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Եվ գիտեք, կառավարումը եւ քաղաքական գործունեությունը եւ մանավանդ պետության կառավարումը ունի առանձնահատկություն եւ ինչի մենակ ձեր աշխատանքն էլ իհարկե իր մասշտաբով, որ երբեմն կանգնում ենք ընտրության առաջ։ Քանի որ մեր ընտրությունը մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք մեծագույն պարտավորությունը կատարելու ճանապարհով։ Այսինքն գոյություն ունի կշերքի մի նժարին դրվում է մի խնդիր ձևակերպման, երբ որ կա հակասություն, հասկանում եք։ Եթե չլներ հակասություն այդ խնդիրների իրագործման դեպքում, չէր առաջանա նաև այդ հարցը։ Բայց երբ որ կա իրավիճակ, մի ժամ մեր լրացավ, երբ որ կա մի իրավիճակ, երբ որ դու հասկանում ես եւ ակնհայտ է դառնում, որ դրանք համատեղելի չեն, պետք է կատարել ընտրություն։ Եվ մենք կատարել ենք ընտրություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետության հարատեվության օրակարգի օգտին։ Մանավանդ որ մյուս օրակարգելը իրագործելը մենք հասել ենք անհնարինության կետին։ Ըստ առանձնահատկությունն ինչ է, որ 2018 թվականից մենք անկեղծորեն գնացել ենք այդ օրակարգերը լուծելու ճանապարհով։ Եվ դրա վկայությունը, որ մենք Ղարաբաղի հարցի բովանդակության մեջ ոչ մի բան չենք փոխել, ոչ մի բան։ Դրա վկայությունը բանակցային փաթեթի հրապարակումն է, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակված է։ Բայց չեք զգում, որ ուր գնացին այդ խոսակցությունները, որ նախկինում ասվում էր, որ չգիտեմ, բանակցություններին սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել, այդ ամբողջը հոդս ցնդեց, ինչու, որտեղ ամբողջ բանակցային պատմության ամբողջ փաթեթը հրապարակեցինք եւ այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացել եւ կարդալ, թե ինչ էր Ղարաբաղի հարցը, ինչ էր նշանակում եւ ինչի շուրջ են եղել բանակցությունները։ Շնորհակալ եմ։